Մուլտիստոուն գործարանի մոտ 80 աշխատակից անելանելի վիճակում է։ Շուտով տանվարձ պետք է տան, կոմունալները վճարեն, բայց այս ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել։ Գործարանի շնորհիվ ես 18 թվից վարձը ոչ մի օր չեմ ուշացրել, իմ կոմունալներ ամեն ինչը ժամանակին մուծել են, վարկերը բանը։ Մենք ուրիշ բան չենք պահանջում, հիմա եկավ կոմունալները մուծելու վախտնա, վարձով էլ ապրում եմ։ Հեսա տանտիրոջ ես ինչ պետք է պատասխանեմ։ Էլ չեն կարում ապրենք։ Այսքան ժողովուրդը միշտ լցված է, չգիտեմ, որ արդեն չգիտի ինչ անեն։ Հիպոթեկով տուն են վերցնում, մեկը նորացին երեխա ունի, մեկը չգիտեմ 1000 ունի, հարց ունի, վարկ ունի, պարտք ունի, վարձով եմ ննում։ Անելանելի վիճակ է, հարցին լուծում է, չէ՞ պետք տալ։ Վարձով ապրող մարդիկ են կեսի շատը, զանգել են ասում են եթե վարձը չփոխանցիր, կարաս արդեն տունը ազատես, ես ուրիշ մարդ բերեմ արդեն նստի։ Եմ մարդուն ինչքան բացատրես, 11-րդ տուրնա գնեմ գարսեք, ու փագած է զավոդը։ Արդեն 10 օրից ավելի է կապարակնքված են քարամշակման գործարանի դռները, իսկ աշխատակիցների տասնյակ հարցեր դեռ անպատասխան են, երբ են նորից աշխատանքի անցնելու, ով է իրենց աշխատավարձ տալու, սթրեսի մեջ են։ Մեր հետ կանգնած տղա, չգիտեմ որ նայեք, այն մնացած բան եթերներով որ ուղի եթերներով որ նայեք, հետներս կանգնած արուն, հիմա ստենդ են դնում։ Իրա է, որտեղ ենքան տղեն բանակից եկել երեք առաջ օրը չի կարող ոչի բան անի։ Եթե կոնկրետ ասեն, որ օրինակ աշխատանքը չի լինելու, էդ էլ չեն ասում, եթե ասեն գոնե մենք իմանանք ինչ անենք։ Ում դիմել ենք, սաղել մեկը մեկի վրա են գցում պատասխանը։ Դատախազություն, կառավարություն, ուր ասես, որ չեն դիմել այս մարդիկ իրենց աշխատանքը վերականգնելու համար։ Ասում են այս օրերի ընթացքում դեռ ոչ մի պաշտոնյա իրենց չի հանդիպել։ Այսօր էլ քննչական կոմիտեից նրանց չեն ընդունել, պատճառաբանելով, թե ընդմիջման ժամ է։ Գործը քննող քննիչն էլ տեղում չէ։ Գիտենք այս հարցը արդեն որ քաղաքական է, մենք քաղաքականության մեջ չենք խառնվում, մեզ պետք է մեր գործարանը բացվի։ Գործարանի աշխատակիցները համոզված են, իրենք հերթական քաղաքական խնդրի զոհն են դարձել։ Հիշեցնում են, գործարանի դռները կապարակնքելուց մոտ 10 օր առաջ էին իրավապահները եկել ստուգել գործարանը։ Ոչ մի խնդրահարույց բան չէին հայտնաբերել։ Բան են մանգալի, բայց ոչ մի բան չեն ճարում։ Մինչև գործարանի կապարակնքվելը ստուգումներ գնացել է, պեկի կողմից եկեն մտել են։ Պեկի աշխատողներն են եղել, ԱԱԾ-ի աշխատողներ եղել, ոստիկանության աշխատողներ եղել, ստուգումները գնացել է, եթե ինչ-որ խնդիր կար, կարող են հենց այդ նույն րոպեին կամ հաջորդ օրը կանխեն գործարանի աշխատանքը, բայց ոչ մի խնդիր չի եղել։ Գործարանի աշխատակիցները պատրաստ են կտրուկ քայլերի, չեն ուզում, որ դրանց անհրաժեշտությունը լինի, պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեկը ասում է զիլս կբարձեմ, կբերեմ, կկանգնեմ, սամասվալ կանեմ ճամփի մեջտեղը։ Մեկը ասում է այս մեկը կանը։ Հիմա որ ամեն ինչը չհասնի դրան։ Խաղաղ եղանակով չեն կարող այս հարցի լուծում տանք։ Պարտադիր պետք է եթանք, չգիտեմ, անօրինական քայլերի եթանք գողություն անենք կամ ինչ-որ բան անենք մեր տունը պահենք։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում տենց է, սոված մարդը ամեն ինչի էլ պատրաստ է, ամեն ինչի։ Ուղղակի չենք ուզում էլ են որ ասում է անօրինական քայլերի գնանք։ Խնդրենք երկրի ղեկավարությանը մեզ մի հատ մեր ձայնը լսի։ Անգործ մնացած այս մարդիկ հստակ պահանջ ունեն Նիկոլ Փաշինյանից, ժամ առաջ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին, բացել գործարանը, հարյուրավոր ընտանիքների զերծ պահել ֆինանսական լուրջ խնդիրներից։ Բանվորի խնդիրները կարող է լուծել ձեռնարկության այս մուլտիգրուպի ղեկավարը, մեր ղեկավարը պարոն Ծառուկյանը։ Պետության ղեկավարությունից պահանջում ենք նրան շուտ ազատել։ Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։